Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան Խոհանոցն է, շատ շնորհակալ եմ եւ ուրախ, որ միասին ենք։ Հարգելի հեռուստադիտողներ, մենք մի նոր շարք ենք սկսում եւ ներկայացնելու ենք ձեզ Անիի խոհանոց։ Անիի մեր ճկնաղ մայրաքաղաքի խոհանոցը պիտի ներկայացնենք մոտակա օրերին։ Նախ նշեմ, թե ինչպես եղավ, որ մենք այդ նյութերը ձեռք բերեցինք մեր կազմակերպության Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության ալգագրագետը Խորեն Գրիգորյան, գործուղեցինք Գերլա, դա Տրանսիլվանիայում է, Ռումինիա, եւ դաշտային աշխատանքների արդյունքում ստացանք որոշակի նյութեր։ Նյութերը դեռ մշակվում են եւ մշակվածները կաշխատենք ձեզ ներկայացնել։ Այսօր պիտի ներկայացնենք վուշի ձեթով տոլմա, պիտի ունենանք վուշի ձեթ, սպիտակագլուխ սունկ, կարող է նաև վայրի լինել, հիրիբ են ասում այնտեղ այդ սնկին, թթու կաղամ պիտի օգտագործենք, կորեկ, առատ սոխարած պիտի պատրաստենք եւ նաև օգտագործելու ենք կանաչ սոխ։ Պարզ բաղադրություն, բայց ամենակարևոր հանգամանքը մենք հետագայում ձեզ նաև ցույց կտանք Անիի խոհանոցի մի ճկնաղ երևույթի մասին պիտի բացատրենք, որը սակայն այս կերակրատեսակի մեջ բացակայում է, բայց հետագայում մենք դրա մասին ձեզ անպայման կտեղեկացնենք, այնպես որ եղեք ուշադիր եւ դուք կարող եք այստեղից ունկնդրել մեր Անիի 11-ից 14-րդ դար այդ խոհանոցի մեզ ասած շարունակությունը։ Մի արձագանքում է այսինչ, չէ՞։ Եվ այսպես մեզ հարկավոր է պատրաստել առատ սոխարած, ինչպես նշեցի, վուշի ձեթով։ Շատ կարևոր ինֆորմացիա մենք ստացանք, հարգելի հեռուստադիտողներ, մեր հայրենակիցները, ովքեր գաղթել են Անիից, կերակրատեսակի միջոցով այնուամենայնիվ պահպանել են իրենց հայրենիքի համը, հոտը եւ նաեւ ինքնությունը որպես հայ։ Վուշի ձեթը կատավ հատի ձեթ առատ պիտի լինի։ Սոխարածը պատրաստենք։ Շատ պարզ բաղադրություն է, բայց կարևորը այն է, որ պահպանվել է տոլմայի բաղադրությունը։ Իհարկե մենք գիտենք, որ սա դասական տոլմա չէ, բնականաբար, բայց կարող ենք օգտագործել որպես պասուց տոլմա, այո, սունկը կտրատենք, պիտի անպայման նշեմ, որ նյութերը, որ մենք հավաքել ենք, դրանք նաև տեսա նյութեր են, այսպես ասած նկարահանված եւ բաղադրությունները, որ փոխանցվել են, լրիվ մանրամասնորեն չեն փոխանցվել, բարեկամներ, եւ որոշակի եզրահանգումներ մենք մեր մշակումների ժամանակ ենք իհարկե արել, շատ ու շատ հետաքրքիր կերակուրներ կան, նշեմ, որ ամենաճանաչված եւ այսպես շրջանառվող, շատ շրջանառվող, նույնիսկ այն աստիճանի, որ այդ կերակուրի օրը նույնիսկ հայտարարված Գերլայում, դա ականջապուրն է, դրա մշակումից հետո մենք սկսենք պատրաստել, որովհետեւ այնտեղ համեմունք պիտի պատրաստենք, որի ստացման, պատրաստման process-ը տևում է 3 շաբաթ։ Այդ համեմունքը, այսինքն չորաթանի մի տեսակ է, որը պատրաստվում է կաթով եւ 3 շաբաթ այդ կաթը հատուկ պայմաններում թթվածնելուց հետո նոր պատրաստում են այդ չքնաղ
համեմունքը։ Ինչևէ, բացենք նաև կաղամբը, թթու կաղամբի մեջ պիտի փաթաթենք։ Շատ հետաքրքիր հանգամանքներ գոյություն ունեն, շատ հետաքրքիր երևույթներ, բարեկամներ օտար հողի վրա, թե մարդիկ ինչպես են պահպանում իրենց հայրենիքի, այսինքն հիշողությունը պահպանելու համար հայրենիքի համի, հոտի հատուկ համեմունքների միջոցով, հատուկ միջոցառումների միջոցով եւ գիտեք շատ ավելի պահպանված են այն կերակրատեսակները, որոնք ժամանակատար են, այսինքն դրա պատրաստման վրա մեծ աշխատանք է տարվում եւ պատրաստում են գերդաստանով, հարևաններով, բարեկամներով եւ այլն, այսինքն սա նույնպես ունի իր բացատրությունը։ Աշխատանքի ընթացքում շփվել, խոսել, զրուցել եւ այդ միջոցով պահպանել հիշողությունը հայրենիքի մասին։ Համեմ ենք աղով, այսպես լավ տապակվելուց հետո սոխը, իսկ սոխը, երբ որ մենք սոխառած ենք պատրաստում, հարկավոր է, որ այն լինի ոսկե գույն, որպեսզի սոխը իր ամբողջ համային հատկանիշները տա մեզ։ Իսկ մենք այստեղ պատրաստենք միջուկը։ Կտրատեցինք սունկը, կորեք, սև պղպեղ, աղ, մի քիչ չափավոր, որովհետև թթու կաղամբի մեջ ենք պատրաստում, եւ տեսեք, նյութի մեջ, որի մասին ես խոսում եմ, համեմունք կամ կանաչի, որպես այդպիսի նշված չի, բայց մենք որպես մասնագետ պիտի տրամաբանենք, թե սնկի հետ ինչ համեմունք է սազում։ Ես կարծում եմ, որ համքեղը եւ սամիթը այստեղ ավելորդ չէր լինի։ Սոխարածը պատրաստվեց, հիմա համեմենք միջուկը, սոխարածի մի մասը կավելացնենք միջուկին, մի քիչ ձետ, մի մասը կպահենք, որտեղ նա դեռ մեզ հարկավոր է։ Կաղամբները պիտի շարենք, գիտեք, ես էլ առաջ անգամ եմ պատրաստում, բարեկամներ, այնպես որ պիտի մի քիչ հանդուրժող լինենք։ Ես հիմա նոր հիշեցի, որ երբ որ շարում ենք այն ափսեի մեջ կամ այն կաթսայի մեջ, որի մեջ դեռ պիտի պատրաստենք, այնտեղ պետք է լինի նաև կաղամբ կտրատված, այդ թթու կաղամբի մնացած կաղամբը, նոր նրա վրա պիտի շարվի